Ամենի քաղաքական խոհանոցում ինչպես են կալվում Հայաստանը տեղի ունեցած, ասենք, ընդդիմության աչքերով։ Ընդդիմությունն ասում է, սա ժամանակավոր process է եւ Հայաստանի իշխանություններին օգնելու նպատակ ունի վերընտրվելու առումով, որից հետո նույն հաջողությամբ Ադրբեջանը կարող է փակել այդ երթուղիները վերադառնալով իր շրջանը սյուր, այսինքն կոնֆլիկտային այն իրավիճակին, որից սկիզբ է առել այս ամենը։ Նախ եւ առաջ ես կարծում եմ, որ ընդդիմությունը պարզապես այլևս ասելիք չունի Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ գործող իշխանությունը բացառում եք, որ այդպիսի բան կարող է։ Ես չեմ կարող բացառել, որ որևէ այլ պետության ղեկավարության որոշումը ես չեմ կարող նման բան բացառել, բայց ես կարող եմ այնպես անել, որպեսզի դա բացառել, ինչպես են դա անում։ Դա անում են այնպես, որ Ադրբեջանի համար նաեւ ապահովում են երթուղի հարմար եւ դնում են փոխկապակցության մեջ Ադրբեջանին։ Այսինքն խաղաղություն առասարակ հնարավոր է եւ որ ինքը փոխշահավետ է։ Հայաստանն է ձեռք բերում իր համար կարևոր եւ Ադրբեջանն է ձեռք բերում իր համար կարևորը։ Ի վերջո մենք հարևանությամբ բնակվող պետություններ ենք, որոնք կարող են փոխշահավետ համաձայնության գալ, որը չի հատում այն կարմիր գծերը, որ մենք մեր համար սահմանել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես կարծում եմ, որ նրանք այլևս ասելիք չունեն, եւ դա հատկապես սրվեց Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո, երբ որ նրանք ստեր էին պարզապես հորինում եւ գեներացնում, ակնկալելով, որ կողմերից մեկը չի համաձայնի հրապարակել ձեռքբերված համաձայնությունները եւ փաստաթղթերը։ Փաստաթղթերի գաղտնազերծումից հետո նրանք սկսեցին այլ գույժեր տարածել, ընդդեմս Մինչանցքի, որ միակողմանի զիջում է կրկին տեղ ունեցել եւ այլն։ Եվ որ տեղ ունեցավ այս ապաշրջապակումը, ասում էին ցինիզմի մակարդակի տգետ մեկնաբանությունները ընդհանուր միջև թունավոր ցորեն է գալու, այս մակարդակի մեկնաբանությունները են ասել։ Հիմա երբ որ արդեն ցորենը նաև ռուսական հասավ այս ճանապարհով, հիմա ռուսականի բան չեն ասում եւ հիմա էլ հետեւյալն է, իսկ հացը կեժանանա։ Ես շատ ուրախ եմ, որ մեր ընդդիմությունը իհարկե երկաթուղու եւ ավտոմոբիլային եկող իհարկե տարբերությունը շատ մեծ է։ Եվ ես բայց այստեղ ուրիշ հանգամանք կա, այսինքն դուք մատնանշում եք մի երևույթ, որը ենթադրում է խաղաղության օրակարգին դեմ process, հա։ Կան այդպիսի ուժեր, որոնք Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղության օրակարգը սպասարկող, խաղաղության օրակարգը ապահովող միակ քաղաքական ուժը դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Մյուսները դեմ են։ Մյուսները դեմ են եւ դա դեմ է խաղաղության եւ դա դեմ է խաղաղություն հաստատելուն Հայաստանում։ Եվ դա անթակույց արդեն ներկայացնում են ընդհանուր միջև հանրապետական կուսակցության օրինակ ներկայացուցիչները անթակույց ասում են, որ այո, մենք պատերազմին ենք կողմ, այսինքն դա կարելի է գտնել շատ հեշտ YouTube-յան տարբեր ալիքներում եւ դրանից էլ անդին այն ինչ որ իրենք նկարագրում են որպես խաղաղություն կամ այն ինչ որ իրանք պատրաստվում են անել, ընդհանուր միջև կան քաղաքական ուժեր, ովքեր խոսում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների չեղարկման մասին, տանելու են երկիրը պատերազմի։ Օրինակ, սենց առաջարկ է հնչում, որ մենք չպետք է համաձայնեինք եւ նախաստորագրեինք, մինչեւ գերիների հարցը չլուծվեր։ Գերիների հարցը առաջնահերթություն է մեր համար, բայց գերիների հարցը ավելի հավանական է, որ կլուծվի խաղաղության պայմաններում։ Չի կարելի դնել մի նախապայման, որը առանց խաղաղության հաստատման իրագործելի ավելի բարդ է, քան խաղաղության պայմաններում։ Դե այդ հարցով կա մեկ այլ ենթադրություն էլի ընդդիմության թևից, որ Վաշինգտոնում այդ հարցը եղել է օրակարգում, հայկական կողմը խուսափել է։ Դրա համար հրապարակվեցին կադրեր, այո, դրա համար հրապարակվեցին կադրեր, որտեղ վարչապետը ինքը խոսում է գերիների մասին եւ ուզում եմ վստահեցնել մեր քաղաքացիներին, որ չկա որևէ հարթակ կամ միջավայր կամ հանդիպում, որտեղ որ մենք չխոսենք գերիների վերադարձի համար, բայց մեզ համար ավելի քան պարզ է, որ գերիների վերադարձը հնարավոր կլինի եւ առասարակ հումանիտար հարցերի լուծումը խաղաղության հաստատումից հետո։ Լավ, հիմա գանք մի փոքր հանրագումարի, այսինքն կա քաղաքացիական պայմանագիր, քաղաքական միավոր իշխող ուժ եւ քաղաքական ընդդիմություն, չեմ կարող ամբողջացնել բոլորին, դուք եթե հարմար գտնում եք, ասեք, որոնք դեմ են այն օրակարգին, խաղաղության օրակարգին, որով շարժվում է եւ խորհրդարանական ընտրություններում այս ճամբարներն են, հա, մրցելու իրար։ Այո, եւ խորհրդարանական ընդդիմություն մեկ անգամ չէ, որ ոչ միայն խաղաղությանն է դեմ խոսել, այլ նաեւ ժողովրդավարությանը,
ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ առհասարակ մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը հատկապես գնում բոլոր ինստիտուտների կազմակերպման ուղղությամբ եւ դրա առաջին հանգրվանի իհարկե խորհրդարանն է, որտեղ իրենք հասան եւ մենք կարող ենք տեսնել այդ էժանագին մանիպուլյացիաների գնով ինչպես են փորձում հանրության աչքին խորհրդարանը ներկայացնել որպես այսպես ասած կրկես, որովհետեւ իրենք չեն մասնակցում բացառությամբ 1-2 պատգամավոր բովանդակային քննարկումների գալիս գրանցվում եւ հեռանում են, հատկապես հանրապետական կուսակցությունը եւ ամեն օր փորձում են հրահրել մի այնպիսի խոսույթ եւ միջավայր, որը կարող է նաեւ հանգել ֆիզիկական բռնության։ Ինչու համար է դա արվում։ Ես օրինակ երկար մտածում եմ։ Նրանք պարզապես փորձում են արժեզրկել բոլոր ինստիտուտները եւ մեր քաղաքացիներին տանել դեպի ապաթիա եւ ասելու, որ որովհետեւ ի վերջո ով է պատասխանատուն համար մեկ այս երկրում տեղի ունեցողի համար, իհարկե մենք բայց մենք չենք հրաժարվում ոչ խաղաղության օրակարգից, ոչ ժողովրդավարության հաստատման օրակարգից, դրա ամրապնդման օրակարգից։ Մենք շարունակում ենք խորհրդարանում պահել աշխատանքային միջավայրը եւ ի վերջո այս ընտրությունները նրա մասին է լինելու, թե արդյոք քաղաքացիները ուզում են ժողովրդավարություն, որից էլ բխում է իրական խաղաղությունը։ Մի բան ճշտենք, խաղաղության օրակարգ Արցախի գնով նաեւ։ Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ կարծում եմ նաեւ ընդդիմությունը այդ Ընդդիմությունը, եթե բաց խոսենք, ես չեմ կարծում, որ որևէ իշխանություն իզորեր, այսպես ասած, հանձնել Արցախը։ Այս մի հատ շատ կեղծ ձևակերպում է, որը որպես մեղադրանք մեզ ուղղվել է, բայց Արցախ հանձնողները Արցախի համար մինչև վերջ կռիվ չէին տալու։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ բացառիկ հնարավորություն էր ստեղծվել ընձեռնվել Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններին այդ պահի գնալ եւ բանակցել եվրոպական հարթակներում որպես սուբյեկտ, ինչը թերևս հնարավոր չի եղել այսքան ժամանակ, եւ ուզում եմ հիշեցնել, որ գործող խորհրդանական ընդդիմության ձեռամբ տապալվեցին ոչ միայն այդ բանակցությունները, այլ իշխանազավթում տեղի ունեցավ եւ դրան հետեւեց այն, ինչ հետեւեց։ Ես չեմ ուզում այստեղ որևէ ձև Ադրբեջանի վրայից հանել բեռը էթնիկ զտման, բայց ակնհայտ էր, որ այն ինչ որ ներսից փորձում էին անել տարբեր դերակատարներ եւ զրկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնակվել իրենց ուրեմն տներում եւ բնակավայրերում, դրանից զրկել է գործող ընդդիմությունը եւ ընդդիմությունը դրա քաղաքական պատասխանատվությունը պետք է տա եւ ես վստահ եմ որ 26 թվականի ընտրություններին երբ որ նրանք կընկնեն բակերով եւ համայնքներով այս հարցը հնչելու է ինչու արեցիք այն ինչ արեցիք Լեռնային Ղարաբաղում Եկեղեցին քաղաքական դիրքավորմամբ է ձեր դիմաց կանգնած Եկեղեցին Ձեր հակամարտությունը քաղաքական բնույթ Եկեղեցին ես չեմ ուզում ասել եկեղեցին ես ուզում առանձնացնել մի քանի դերակատարների Իդեմոս Կտրիչ Ներսիսյանի ուրեմն Գալստանյանի Աճապահյանի ովքեր որ գնում են դեմ են հենց ժողովրդավարությանը որ մենք կառուցում ենք եթե կհիշեք Գալստանյանը անցյալ տարի սկսեց ցույցեր քաղաքական գործընթաց, իրեն հռչակեց որպես վարչապետի տեխնացու, չնայած պարզվեց, որ կանադայի քաղաքացի է նաև փողոցային պայքարի մեջ մտավ, որը որ ստիպեց մեզ նաև արձագանքել իր քաղաքական հայտարարություններին, ինչը որևէ ձև մեր կողմից սահմանադրության եւ դրանով սահմանված կարգի ու բովանդակության խախտում չէր։ Մեր պատասխանը բնականաբար քաղաքական գործընթացների քաղաքական էր։ Դրանից հետևեց արդեն դատավճռով Այսինքն ում թվարկեցիք դուք քաղաքական հակառակորդ եք տեսնում։ Այո, որովհետեւ պիտի հարցնեմ հիմա որ ճամբարում եք տեսնում նաեւ ձեր քաղաքական։ Շատ լավ, հիմա դրան էլ կանրադառնամ, Աճապահյանը բոլորին հայտնի հեղաշրջման կոչերն էր անում, այսինքն կրկին ժողովրդավարության դեմ դուրս եկած փաստորեն դերակատար է եւ Կտրիչ Ներսիսյանը ով ուխտադրուժ է եղել ըստ իդեպ անդիմադիր լրատվականների, որոնք առաջին հրապարակեցին այդ փաստերը իր զավակի արկայության մասին, ուրեմն նրանք հիմա ինչ են անում, ըստ էության ինձ համար դեռ շատ ավելի վաղուց անընդունելի էր Կտրիչ Ներսիսյանի այն հայտարարությունը, որ վարչապետի հրաժարականի մասին իր հայտարարությունը անժամկետ է։ Այսինքն ընտրությունից հետո նա կրկին հայտարարեց, որ անժամկետ է, իմ պահանջը ցմահ է։ Եվ սա իցուց է դնում իրենց ոչ տոլերանտ վերաբերմունքը ժողովրդավարության եւ ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ։ Ուզեմ թե չուզեմ, ես իրենց տեղափոխում եմ նույն ճամբար, որտեղ որ տեղավորվել են Հայաստան Դաշինքը եւ Պատիվ ունեմ խմբակցությունը։ Այս մարդիկ
դնթեի մակարդակով չեն ուզում ընկալել, որ Հայաստանի Հանրապետություն որոշողը ժողովուրդն է եւ սուվերենը ժողովուրդն է։ Այսինքն իրենք հաստ չեն ժողովրդի ընտրության հետ եւ դա արդեն անթակույց ասում են եւ նաեւ ասում են չէ այս լսումներին կազմակերպել խորհրդային պատիվ ունեմ խմբակցություն ասում են եթե ընտրություններով լինի էլի վարչապետը կհաղթի այսինքն իրենք էլ են հասկացել որ ժողովուրդը ընտրում է իր ընտրելու իրավունքը որովհետեւ մնացած բոլոր այլ սուբյեկտները դեմ են լինել ժողովրդավարությանը հաջորդ իսկ օրվանից ժողովուրդը կորցնելու է իր ինքնիշխան լինելու իրավունքը որտեվ ինքն իրեն իշխան է հռչակել պետությունում եւ միայն դրա շնորհիվ է որ մենք կարողանում ենք կառուցել նաեւ խաղաղությունը սրանք շատ խիստ փոխկապակցված երևույթներ են հասկանալի է ավարտեցիք գնում ենք հերթական ընտրությունների չէ այո այն խոսակցությունները կուլիսային որ կան այո անհրաժեշտություն որևէ չկա արտահերթ ընտրությունների մենք գնում ենք մեր հերթական ընտրություններին պատրաստվում ենք արդեն քաղաքացիական պայմանագիրերն հատուկ թափանցիկ ձևով արդեն հայտարարել է որ մենք կուսակցականներս կարող ենք ինքնաառաջադրվել ոչ կուսակցականները նույնպես կարող են առաջադրվել կա գործող նոր վարչություն Եվ այս գործընթացը իր տրամաբանական զարգացումներով պետք է բերի քաղաքացիական պայմանագրին հաղթանակ